Վրաստանի վարչապետը առաջին գնահատականները տվեց Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հուղարկավորությունից հետո։ Իրակլի Կոբախիձեն խոսեց Իլիա II վաստակի և պատրիարքի կողմից երկրի համար կատարված բարիքների մասին, գնահատեց վերջին օրերի ընթացքում հասարակության միասնությունն ու հավատքի նկատմամբ վերաբերմունքը։ Նրա հայտարարությամբ վերջին օրերը ցույց տվեցին, որ հասարակության ճնշող մեծամասնության համար թանկ են արժեքները, եկեղեցին, պետությունը և գոյություն ունի մեծագույն փոքրամասնություն, որը այս ամենից առանձնանում է։ Քաղաքական գործիչները գնահատում են Նիկա Գվարամիայի հայտարարությունը։ Փոփոխությունների համար կոալիցիայի առաջնորդներից մեկը համոզված է իշխանության գալու մեջ և ասում է, որ ընդդիմադիր դաշինքի տեսքով հասարակությունը հենց ապագա իշխանությանն է նայում։ Իշխանության գալուն է պատրաստվում նաև Գեորգի Վարշաձեն, ով այդ մասին զրուցել է հեռուստաեթերում։ Այս հայտարարություններին արդեն հետևել են քաղաքական գնահատականներ, ինչպես իշխող թիմում, այնպես էլ ընդդիմությունում։ Այս րոպեներին Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրջուլաձեի, Գեորգի Խայնդրավայի, Վլադիմիր Ղուդուշաուրիի և Վասիլ Մխեյձեի դատական նիստը, որտեղ պաշտպանական կողմը սկսում է իր ապացույցների ուսումնասիրությունը և այսօր նախատեսում է հարցաքննել վկաներին։ Փաստաբան Դիմիտրի Խաչիձեի հայտարարությամբ այսօրվա նիստին իրենց կողմից հարցաքննված վկաները կհաստատեն Ջուանշեր Բուրջուլաձեի անմեղությունը։ Փաստաբանը չի հստակեցնում, թե ինչ հարցեր կունենա վկաներին, սակայն ասում է, որ խոսքը կվերաբերի մեղադրյալների ունեցվածքին։ Այսօր հարցաքննվող վկաների թվում են ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ եկամուտների ծառայության աշխատակիցը։ Ինչ վերաբերում է մեղադրող կողմի դիրքորոշմանը, դատախազը գտնում է, որ մեղադրող կողմի կողմից հարցաքննված տասնյակ վկաները, ուսումնասիրված ապացույցները և անհերքելի ճանաչված նյութական ու գրավոր ապացույցները հաստատում են, որ մեղսագրվող արարքը կհաստատվի։ Դատախազի պարզաբանմամբ այս փուլում հաշտության համաձայնության վերաբերյալ որևէ նորություն չկա և միայն Գեորգի Խայնդրավայի պաշտպանն է դիմել դատախազությանը համաձայնություն կնքելու պահանջով։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալներին, նրանց դիրքորոշումը դեռևս հայտնի չէ։ Հիշեցնենք, որ դատախազությունը պաշտպանության նախկին նախարարին մեղադրում է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։ Նշված արարքը որպես պատժի տեսակ ու չափ նախատեսում է 9-ից 12 տարվա ազատազրկում։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները Թբիլիսիում և Բաթումիում անցկացրել են հատուկ միգրացիոն վերահսկողության միջոցառումներ։ Համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 41 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ալժիրի, Չինաստանի, Ուզբեկստանի, Եմենի, Հորդանանի և Իրաքի քաղաքացիներ։ Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Ներկայումս ձերբակալվածները տեղավորված են միգրացիայի վարչության ժամանակավոր կացության կենտրոնում։ Ընթանում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից արտաքսելու նպատակով։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Թեհրանը վարում է բանակցություններ Վաշինգտոնի հետ, սակայն վախենում է դա ընդունել։ Վաշինգտոնում անցկացված նախընտրական հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի իշխանությունները վախենում են, որ նրանց կամ սեփական ժողովուրդը կամ Ամերիկան կսպանի։ Նրա խոսքով Թեհրանը չի բացահայտում դա, սակայն շատ է ցանկանում համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։ Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախագահը արել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկանք են տարածել, որ Թրամփի վարչակազմը Թեհրանին փոխանցել է 15 կետանոց ծրագիր, որը նախատեսում է Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտը։ Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Խնձորի, Դեղցի և Նեկտարինի արտադրող ֆերմերների և արտահանողների հետ։ Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են արտադրության ընթացիկ միտումները և զարգացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել արտադրանքի որակի բարելավման, ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ներդրման և բերքատվության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ընդգծվել է շուկաների դիվերսիֆիկացիայի կարևորությունը։ Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է նախաձեռնություն, որի շրջանակներում նախարարությունում կստեղծվի ոլորտային խորհուրդ։ Խորհրդի նպատակն է բացահայտել ոլորտի մարտահրավերներն ու կարիքները, ծանոթանալ նորություններին և ապահովել աջակցություն։ Աջարիայի ինքնավար հանրապետության մշակույթի նախարար Էլի Սոբոլքվաձեն պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն սկսել է Երևանում Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում վարպետության դասերով։
Լսել է դպրոցի առաջադեմ աշակերտներին եւ կիսվել մասնագիտական խորհուրդներով։ Այսի շրջանակներում էլիսոբոլկված են հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի, ինչպես նաեւ մշակութային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Բաթումիի պետական երաժշտական կենտրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ Աջարիայի պետական վոկալ անսամբլ Բաթումիի մասնակցությամբ կանցկացվեն երաժշտական Բաթումի համերգներ Երևանում եւ Վանաձորում, որոնք նվիրված կլինեն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Նորին Սրբություն եւ Երանություն Իլիա II-ի հիշատակին։ Վրաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի տարվա առաջին հանդիպումը։ Վիլի Սանիոլի թիմը Թբիլիսիում Միխեիլ Մեսխի արենայում կհանդիպի Իսրայելի ազգային հավաքականի հետ։ Մեր հավաքականի նոր կապիտանը Խվիչա Կվարացխելյան է։ Թբիլիսյան խաղը Իսրայելի համար չափազանց կարևոր է, քանի որ երկարատև դադարից հետո սա այս թիմի առաջին խաղն է։ Պատճառը պատերազմական իրավիճակն է։ Վրաստանի եւ Իսրայելի հավաքականների ընկերական հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին։ Խաղի ուղիղ հեռարձակումը ձեզ կառաջարկեն Վրաստանի առաջին ալիքը եւ Վրաստանի ռադիոն։